Ընդամենը 2 օր առաջ Ռուսաստանի թիվ 1 դիվանագետը Սերգեյ Լավրովը հայ գործընկերոջ հետ համատեղ ասուլիսի ժամանակ հատուկ ընդգծեց, որ ռուսական կողմին ուրախացրել է փաստը, որ երիտասարդ հայերի շրջանում աճել է հետաքրքրությունը ռուսաց լեզվի հանդեպ եւ ավելացել ռուսական բուհեր ընդունվելու ձգտումը։ Սրանից 10 օր առաջ Հայաստանի կրթության նախարարն էր ռուսական «Գոլոս Ռոսիայի» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասել, որ հայ երիտասարդների շրջանում նոր վերաբերմունք է առաջացել ռուսաց лезвի հանդեպ։ Сегодня есть все инфраструктурные возможности для того, чтобы снова вдохнуть интерес к русскому языку молодежи Армении. Նախարարը հավաստիացրել էր, որ Հայաստանն այսօր ունի բոլոր ենթակառուցվածքները ռուսերենին կրկին շունչ հաղորդելու համար։ Վերջին 1 շաբաթվա ընթացքում ռուսերենի դերի ամրապնդման մասին խոսեց նաև երրորդ պաշտոնյան Ռուսաստանի Պետդումայի ներկայացուցիչ Լեոնիդ Սլուցկին, ասելով, որ Եվրասիական միությունում ռուսերենը պետք է ունենա, եթե ոչ բարձր, ապա առնվազն տեխնիկական լեզվի կարգավիճակ, որովհետև բոլոր փաստաթղթերը, տնտեսական պայմանագրերը կլինեն ռուսերենով։ Նա հայ պատգամավորներին օրինակ էր բերել Բելարուսն ու Ղազախստանը, որտեղ իդեպ ռուսերենն ունի պաշտոնական լեզվի կարգավիճակ։ Մասնագետները Երևանում արդեն մտահոգվում են Կրեմլից հնչող այս հայտարարություններով։ Խորհրդային տարիներին ռուսերենի ազդեցությունը մեծ էր մեր լեզվի վրա եւ հատուկ քաղաքականություն էինք մենք իրականացնում այդ ազդեցությունը մեղմելու եւ վտանգ կար իսկապես, որ օտարամալությունը կարող է ինչ-որ տեղ հաղթել, բառապաշարում օտար բառեր, հատկապես ռուսերեն բառերի գործածություն եւ այլն եւ այլն։ Այս խնդիրը ունենք, պաշտոնական գրագրության մեջ ռուսերենի ազդեցությունը շատ մեծ էր եւ դրանով վտանգվում էր լեզվի մաքրությունը։ Իհարկե դրա այդ ուղղությամբ նաեւ պայքար էր տարվում։ Խորհրդային միության տարիներին, չնայած ռուսերենի խիստ կարևորությանը, հայերենով ավելի լուրջ էին զբաղվում, ասում է Երևանի պետական համալսարանի հայոց լեզվի ամբիոնի վարիչ Յուրա Ավետիսյանը։ Այսօր լեզվի հետ կապված հարցերն ավելի բարձի թողի են ըստ նրա։ Օրինակ, հայոց լեզվի ամբիոնը կազմել է հայերենի նոր բացատրական բառարան։ Աղայանի բառարանից մոտ 80,000 բառով ավելի, բայց ֆինանսավորող չկա, բառարանն էլ չի հրատարակվում։ Եթե մենք պահպանենք հայերենը իր բարձր որակով, կարողանանք խուսափել այդ ազդեցություններից եւ այստեղ ասում եմ հատուկ քաղաքականություն պիտի մշակվի ու ընդհանրապես լեզվի պատմության փորձը ցույց է տալիս, որ այդ ազդեցությունները, եթե իսկապես հասարակությունը պատրաստ է արգելակելու կամ այսպես ասած խոչընդոտելու օտար ազդեցություններին, ինքը կարողանում է ձեռք մնալ այդ ազդեցություններից։ Եթե ռուսերենը Հայաստանում շուտով ստանա տեխնիկական կամ որևէ այլ հատուկ կարգավիճակ, Հայաստանը պետք է մեծ ջանքեր գործադրի, որպեսզի խորհրդային պատմությունը չկրկնվի, բայց այսօր ներդրված ջանքերը մասնագետը դեռևս բավարար չի համարում։ Եթե մենք մշակենք ճիշտ լեզվաքաղաքականություն եւ ունենանք հստակ ծրագիր, ուր են գնում եւ ինչ որակներ պիտի ունենա վաղը մեր հայերենը, մենք հաստատ կարողանանք խուսափել այդ ազդեցության վատ որակներից, այսպես ասեմ։ Չնայած Ռուսաստանի արտգործնախարարի հայտարարությանը, Երևանում անցկացված մեր հարցումները ցույց չտվեցին, որ աճել է հետաքրքրությունը ռուսաց լեզվի նկատմամբ, իսկ ռուսերենին հատուկ կարգավիճակ տալու մտքին հնչեցին հիմնականում բացասական արձագանքներ։ Շատ վատ կլինի, կարծում եմ, բայց հույս ունեմ, որ չի լինի այդպիսի բան, չնայած վերջին խոսակցություններին։ Կարծում եմ ուսանողությունը դեմ կլինի։ Ես մտածում եմ, որ ցանկացած պետություն իր լեզվով ամեն ինչը շրջանառությունը եւ այլն տիանի է, ոչ թե ինչ-որ պետություն թելադրի։ Ուրախ չեք լինի, այսինքն եթե։ Չէ, կողմ չեմ։ Վերադառնում են կոմունիզմին, էլի։ Դա նշանակում ոչ։ Դա մեր պետությանը ոչինչ չի տա, էլի կարծում եմ։ Դեմ կլինենք, որտեղ պետական լեզուն ամեն դեպքում հայերենն է, պետք է ժողովուրդը խոսի հայերենով։ Ռուսերեն դեմ չենք, որ իմանա ժողովուրդը։ Չեմ լսել, բայց դե ինչ ուզում են դու անեն։ Ոնց ուզում ենք նենց է շարժվում են, մեզ ով է հարցնում։ Ոնց է, ինչ է, իմ կարծիքը նա ոնց ուզում են նենց է դու շարժվեն։ Բայց եթե ստանա այդպիսի կարգավիճակ, ձեր վերաբերմունքը ինչպիսի կլինի։ Չէ, դա օրինակ ես չէի ընդունել։ Ես չէի ուզենա։ Թող հայերեն է, ուրեմն հայերեն պետք է լինի, հայ ենք մենք։ Ռուսաստանը պիտի մենակ ռուսականը լինի, մենք հայերես ուրիշ լեզու ընդունենք, չէ, հաստատ չի։